քանդած ճամփով ոնց է գնում գալի։ Այս քանդած ճամփով ոնց է գնում գալի։ Ան քաղցրաշեն մտել ընտիր սարկածակ։ Գոնե էս է սարքեն, չէ։ Էսի սենց գման նորաշեն։ Բայց երբ են սարքելու, ասում է 2018-ից խոստացել էին։ Այս երեք փոսեր ուղղակի գյուղացիներն են լցել, էլի։ Բայց որ սարքեն լա Անփորձանք ժողովուրդ ջան։ Քաղցրաշեն տանող ճանապարհը գյուղի լրիվ ընտիր ասֆալտապատած է։ Բայց դեպի Նորաշեն ավիրակ է։ Ես էլ ասում երեք են լցե գյուղացիները հողով լցել են փոսերը։ Հոկտեմբերի 7-ն է, այն որ վերջին տարիներին կառավարության կողմից հսկայածավալ աշխատանքների իրականացվել և շարունակում է իրականացվել ճանապարհաշինարարության ոլորտում, դա գաղտնիք չէ, ակնհայտ է, անզեն աչքով էլ երևում է։ Անգամ այնպիսի ճանապարհներ են վերանորոգվել, հիմնավերանորոգվել, կառուցվել նաև նորերը, որ այդ հատվածներում նույնիսկ սովետական տարիներին ճանապարհներ չեն եղել, ասֆալտապատում չի եղել։ Մարզերում նույնպես կառավարության կողմից հսկայական աշխատանքներ է իրականացվել ասֆալտապատում կատարելու համար։ Այսօր հոկտեմբերի 7-ն է, գտնվում ենք Արարատի մարզի Քաղցրաշեն բնակավայրում, որտեղ ամբողջ գյուղի ճանապարհները կապիտալ ասֆալտապատված է, այդ մասին ոչ թե միայն մենք տեսանք, այլ նաև գյուղի ժողովուրդն է նշում, բայց ժողովուրդը խնդրանքով դիմում են կառավարությանը, հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արարատի մարզպետարանին, որպեսզի այս հատվածից Քաղցրաշեն գյուղի այս հատվածից դեպի Նորաշեն տանող ճանապարհը նույնպես ասֆալտապատվի։ Այս տեսնում եք ահագին փոսեր է եւ այս փոսերը երեք գյուղացիներն են հողով լցել, բայց մի թեթև անձրև որ գա, այս ամբողջը բալիս, այս ճամփեն երբ կսարքեն։ Ինչքան է երկարությունը, որ ասես քանդածա։ 7 մի կիլոմետր, հա, մոտ 1 կիլոմետր հատված է, բնակիչները խնդրանքով դիմում են անձամբ վարչապետին, խնդրելով, որ այս 1 կիլոմետրանոց ճանապարհը գոնե ասֆալտապատեն։ Փոսերը տենում եք ամեն քայլափոխի մարդաբոյ փոսերը, նույնիսկ եղել են դեպքեր շտաբօգնությունը բուժարոյի մոտ չի կարողացել հասնել, կամ եթե հասել է բավականին ուշ, ու պատճառը ոչ թե բժիշկների ուշ հասնելն է, այլ ճանապարհի փոսերը։ Հիմա տեսնում եք ամբողջ փոսերը լցված է հողով, բայց սա
ժամանակավոր է։ Հեսա աշունը մտել է արդեն իր իրավունքների մեջ, մի հատ թեթև անձրև, այս փոսերը նորից դառնալու է վարորդների համար պատուհաս։ Գյուղացիները իրոք խնդրում են, պարոն վարչապետ, ձեզ են դիմում, որպեսզի այդ մի կիլոմետրանոց ճանապարհը ասֆալտապատ է։ Այս փոսերը գոնե ասֆալտապատ են, չէ՞։ Մի կիլոմետր կլինի։ Ստեղը ծուրա գնում Նորաշեն։ Հա, Նորաշեն։ Գոնե ճանապարհները ասֆալտապատ են, այս փոսերը գյուղացիները Շատի ճանապարհն է, որ այդ հիմա դեպի գյուղ։ Սրանց ես մեր գուխաշվիրուկ ներքև դեպի այն կողմ։ Վերին Արտաշատ։ Այնտեղ էլ է նույն վիճակը։ Նույն վիճակն է, ահա որ վիճակը։ Գյուղացին բերք է տեղափոխում իր ավտոներով, պատկերացրու, տոննաներով, տասնյակ հազարավոր տոննա։ Այս հողերը լերեք են լցել գյուղացիները, էլի։ Չեն լցել։ Հողերը լցել են, փոսերը լցել են, էլի, ժամանակավոր է, էլի։ Ժամանակավոր։ Բայց խնդրում եմ էլի, այնտեղ է գնացեք։ Նո Վերին Արտաշատ։ Նույն խաշվիրուկի վրա, առաջինը չէ, երկրորդից դեպի Վերին Արտաշատ։ Ընդհանուր մի կիլոմետր է, չէ՞ էսի։ Հա, էսի։ Որ ուզենան կանեն, էլի։ Ուզենան կանեն։ Հա։ Իսկ ընդ մոտ 5-6 կիլոմետր է։ Հա, եղա։ Հեն։ Գոնե մի կիլոմետր ճանապարհը, գոնե ասֆալտ անեն, էլի, չէ՞։ Լցեն։ Ավտո չջարդվում է փոսերի մեջ։ Չջարդվում ավտո փոսերի մեջ։ Օգտագործում են, բայց որ ասֆալտապատ են։ Լավ կլինի, էլի։ Մի կիլոմետր բան է, էլի։ Տեսնում եք, ժողովուրդը ձեզ են դիմում, վարչապետին են դիմում, խնդրանքով որ բան անեն։ Որ անեն լավ կլինի։ Դրա համար հույսներ հետ վարչապետն է, էլի, որ գոնե մի կիլոմետրանոց ճանապարհը Խաղցաշենը ոչ են սիրուն սարքե։ Վարչապետն է, մեր համայնքապետերն են, Մարզպետը, մարզպետը, որ գոնե անեն, էլի, ճանապարհը։ հա։ Մենք ուրախ կլինենք մեր երկրում բոլոր տեղերում, որ տենանք վերանորոգում են, երթևեկելի նորմալ Հա։ Սիրուն էլի, ճանապարհը լինի, անվտանգ կլինի, էլի։ Թե չէ մեռակ ավտոները քանդելով, ջարդելով։ Դժվար է էլի սա ճանապարհի վրա երթևեկելը, որ սա վերանորոգվի ավելի լավ կլինի։ Սենց լցել են հողով, բայց դե հողով, քարով լցել են էսի հիմնական բան չի։ Այս սաղ լցած է, չէ՞, դավ։ Ինչ։ Ծիրան էլ Ծիրանի սեզոն կա, որ Խաղցաշենը հայտնի Ծիրանի գյուղ է։ Դավ կշարի։ Հա՞, հավասարս մի կիլոմետր Տես։ Եսա խեղճ մարդը փոսերը փախցնելով գալիս է։ Հե
Հե, այսքան դաս փողոցով ինչքան է գնալու գակ։ Աստված գիտի։ Գոնե որ սարքեն լավ կլինի, էլի 1 կիլոմետր բան է, էլի ավտոները չի ջարդվի, բան չանի։ Չէ, հարազատ, չէ, հարազատ, չէ, մերսի։ Գոնե սարքեն, էլի, չէ։ Ահա, Ջերյանիդ հետ լավ ճամփով կետած կգաս։ Ապրես։ Հա, ժողովուրդ ջան, անփորձանք։ Ստենա եմ մարդ խրջողորդը Քաղցրաշենից դեպի Նորաշեն տանող ճանապարհն է, որը ըստ գյուղացիների մոտ 1 կիլոմետր է բռնում եւ խնդրում էին վարչապետին Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հենց ինքը միջամտի, ինքը հանձնարարի, ինչու՞ չէ նաեւ կարգադրի, որպեսզի այս ճանապարհը նույնպես ասֆալտապատվի։ Գյուղացիները նշում են, որ Քաղցրաշեն գյուղը ամբողջովին կառավարության շնորհիվ, կառավարության օգնությամբ կապիտալ ասֆալտապատվել է, իսկ ահա դեպի Նորաշեն տանող ճանապարհը տեսնում եք, այսպես այս պայն ուղղակի չի երևում փոսերը, քանի որ 3 գյուղացիները ամբողջությամբ փոսերը լցել են հողով, քարով, բայց դա հարցի լուծում չի։ Պարզապես իրենց հույսը, պարոն վարչապետ, դուք եք, որ գոնե ասֆալտապատումն անեն։ Ճանապարհը որ ասֆալտապատեն լավ կլինի, չէ՞։ Բավոս լավ կլինի, բայց ինչ կլինի, այս ճանապարհ չի, այդ ցավը։ 1 կիլոմետր բան չի։ Էսի 1 կիլոմետր չկա էլ երևի։ Չկա էլ բա երևի։ Բայց էլ ներքևի Արտաշատ Ագեզարդի ճանապարհը կնա։ Վերին Արտաշատ։ Վերին Արտաշատ Ագեզարդ։ Սրանից ահավոր է։ Հիմա դրա համար էլ գյուղացիները այնտեղ հավաքվել են, ասում են հույսերս վարչապետն է, որ այս ճանապարհը գոնե կապիտալ մենք վարչապետին փայփայում ենք, բայց չի անում։ Դե գոնե այս անգամ անի։ Որ անի շատ լավ բան է։ Հա։ Տեսնում եք, գյուղացիները հավատում են, ուզում են հավատան, որ իրոք ճանապարհը ամբողջությամբ կվերանորոգվի։ Մարդիկ ասում են 1 կիլոմետր, բայց նոր ինքը ասում էր 1 կիլոմետր էլ չկա։